Ներ վերջին անգամ տեսանք Դավիթի ընտանիքի մեջ դժվարություններ գարաճանան։ Անոր թուստրին Թամարին բռնապարեց խորտ եղբայրը Ամնոնը։ Ետքը Թամարին մյուս եղբայրը Աբիսողոմ սպանեց Ամնոնին եւ ապստամբությունը սկսավ անոնց հոր Դավիթ թագավորի դեմ։ Այսօր պիտի շարունակենք պատմությունը 16-ին 18 գլուխներում մեջ։ Այստեղ Դավիթը կտեսնենք Երուսաղեմեն դուրս վերադառնալով քարայրներու մեջ եւ ջամփուն ընթացքին Սավուղի ընտանիքեն Սեմեի անունով մարդը անիծեց Դավիթին։ Եվ Դավիթի մարդոցը մեկը խնդրեց Դավիթեն, որ թող դա զինք Սեմեի սպանելու։ Բայց Դավիթ պատասխանեց. «Իմ հոգս չէ, որ այս օդարը զիս կանիծե, ես չեմ ուզեր վրեժ լուծել անգե։ Ինձի բադահածը Աստծո դատաստանն է։ Ինձի անհանգստացնողը իմ զավակս, իմ որդիս Աբիսողոմն է, որ ինձի թեմ կղեկավարե այս ապստամբությունը»։ Դավիթ իսկապես գուզեր ազատել Աբիսողոմը, որովհետև ան կսիրեր զինք։ Եվ այս դժվար բարակային մեջ Դավիթ չքանքադեցավ, ոչ ալ աղաղագեց, ան բարձրապես ըսավ, այնինչ որ Սամոսը գսե 42:1-ի մեջ. «Ինչպես եղջերուն ճուրի վտակներուն կփափակի, այնպես ալ իմ անձս քեզի կփափակի, ով Աստված»։ Այդ ընթացքին Աբիսողոմ գրավեց Երուսաղեմը։ 17-րդ գլխում մեջ ան խորհուրդ խնդրեց Աքիթոփելեն, որ Դավիթին դավաճանեց, եւ Քուսեին, որուն Դավիթ ետ ղրգեց Աբիսողոմի, որովհետեւ գարենա իմաստուն խորհուրդ տալ իրեն։ Աքիթոփել եւ Քուսի հագասական խորհուրդներ տվին Աբիսողոմին, թե արդյոք ան պետք է հարձակի իր հոր Դավիթի վրա ճիշտ այդ ժամանակ կամ ոչ։ Աքիթոփել գուզեր, որ Աբիսողոմ պատերազմի երթա իր հորը դեմ, բայց Քուսին խելամադորեն խոսեցավ եւ ըսավ. «Ով Աբիսողոմ, դու պետք է գիտակցիս, որ պատերազմի մարդ չես, բայց քո հայրդ պատերազմի մարդ է։ Ան զանոթ է այս մարզին, ան փորձառու է։ Այլ խոսքով, մի քանի հազար մարդ չի գնար հաղթել Դավիթին։ Հետևաբար պետք է ամբողջ Իսրայելը միասին հավաքես։ Ավելի լավ ցևով պատրաստվիր, եւ երբ պատրաստ լաս, այն ժամանակ զորքը գարաշնորթես պատերազմի»։ Աբիսողոմ ըսկաց, որ Քուսիի խորհուրդը ավելի լավ էր, հետևաբար հավաքեց կարելի եղածին չափ շատ մարդիկ եւ պատրաստվեցավ պատերազմի երկրորդ թագավորած 18-րդ գլխուն մեջ։ Այստեղ կտեսնենք Դավիթի մարդիկը չեն ցկեր Դավիթի պատերազմի երթա, թեև Դավիթ կուզե։ Անոնք ճամփայելան 3 առաջնորդներով՝ Հովաբ, Աբեսա եւ Յետի։ Նույնիսկ այդ ժամանակ Դավիթ կսե իր հրամանատարներուն 18:5-ի մեջ. «Իմ սիրույս համար Աբիսողոմ բադանիին խնայեցեք, ինչպիսի հիանալի սիրո օրինակ է Դավիթի իր որդիին հանդեպ»։ Հիմա հասանք Դավիթի կյանքի ամենադխուր գլուխներեն մեկուն։ Հովաբ, Դավիթի զորավարը, չհնազանդեցավ Դավիթի հրամանին եւ սպանեց Աբիսողոմը, որովհետեւ վերջ տա ապստամբության։ Սիրելիներ, ինչ կգարտանք այս գլուխը, պիտի տեսնենք Դավիթ նստած է դրան մոտ եւ լուրը կսպասե։ 32-րդ համարի մեջ կգարտանք Դավիթ հետաքրքրված է ոչ թե պատերազմը հաղթելով, այլ անոր որդիին Աբիսողոմի ապահովությամբ։ Ան անմիջապես հարցուց լուրը փերողին. «Աբիսողոմ բադանին ողջ է»։ Եվ պատասխանը մղեց Դավիթին լալով աղաղակելու եւ ըսելու. «Որդյակ իմ Աբիսողոմ, երանի թե քու դեղդ ես մեռնեի։ Աբիսողոմ, որդյակ իմ»։ Սիրելիներ, թող այս մեզի օրինակը լա հասկանալու այդ ուժեղ ցավը, որ մղեց Աստված իր որդին զոհելու մեզի համար հակառակ մեր ապստամբության անորթեմ։